Վերջին շրջանում հասարակական լայն քննարկման առարկա են դառնում այն միջադեպերը, որոնք գրանցվում են անչափահասների մասնակցությամբ, երբ որ անչափահասները վերջին շրջանում 10 տարեկան երեխաների մասին էր խոսվում, կամ այլ տարբեր խմբերի անչափահասներ ծեծի են ենթարկում իրենց տարեկիցներին, համադասարանցիներին եւ այստեղ բնականաբար բարձրանում են տարբեր հարցեր, որոնք ուղղված են ինչպես ընտանիքին, այնպես էլ կրթական ուրեմն հաստատություններին կամ այդ թվում նաեւ իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր են որոշակի առումով համայնքում իրավիճակը վերահսկել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այս տեսանկյունից ես անհրաժեշտ համարեցի որոշակի ճշգրտումներ ներկայացնել ձեզ իրավական դիրույթում։ Նայեք, իրավական պատասխանատվության տեսանկյունից կարևոր հարցեր կան, որոնք անհրաժեշտ է իմանալ։ Կա քաղաքացիայի իրավական պատասխանատվության տիրույթ եւ քրեա իրավական պատասխանատվության տիրույթ։ Եթե մենք խոսում ենք քաղաքացիական իրավունքի մասին, այսինքն պատճառված պայմանականորեն գույքային վնասի մասին կամ առողջությանը պատճառված վնասի մասին, այսինքն այդ գումարները հատուցելու մասին, ապա քաղաքացիական օրենսգիրքը նշում է, որ քաղաքացու անձին կամ գույքին պատճառված վնասը, որը պատճառվել է մինչև 14 տարեկան անչափահասի կողմից, որոնց մենք անվանում ենք փոքրահասակներ, ապա այդ վնասի հատուցման պարտականությունը պետք է դրվի նրա ծնողների, որդեգրողների կամ օրինակ խնամակալի կամ հոգաբարձուի վրա, եթե 14-ից 18 տարեկան անչափահաս է հոգաբարձուի վրա։ Բայց կա հստակ տարանջատում նաև այն դեպքերի համար, եթե անչափահասը կրթական, բուժական կամ որևէ այլ հաստատությունում է գտնվում, որը նրա նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ուներ։ Եթե վերջիններս ձախողել են հսկողության իրենց պարտականությունը, ապա վնասի հատուցման պարտականությունը դրվում է հենց իրենց վրա։ Խոսքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասներին, այսինքն եթե օրինակ դպրոցում պիտի լինեին, ծնողը բերել է դպրոց, բայց դպրոցը լավ չի հսկել, դասամիջոցին կամ դասից փախել են, որևէ տեղ նման գործողություններ են իրականացրել, ապա պատասխանատվությունը պետք է կրի, այդ թվում կրկնում եմ գույքային, նյութական վնասի պատասխանատվությունը պետք է դրվի կրթական համապատասխան հաստատության վրա, եթե նա չի ապացուցում, որ վնասը չի պատճառվել փոքրահասակի մեղքով եւ եթե ուրիշ բան նախատեսված չկա ծնողի ու հաստատության միջև պայմանագրով։ 14-ից 18 տարեկան անչափահասները իրենք են պատասխանատվություն կրում իրենց պատճառած վնասի համար, եթե գույքը բավարար չլինի, այդ վնասի հատուցումը ամբողջական ծավալով այդ թվում կարող է դրվել իրենց ծնողների, որդեգրողների, հոգաբարձուների կամ համապատասխան հաստատության վրա։ Այլ նրբությունների վերաբերյալ եթե լինեն հարցեր, ես պատրաստ եմ դրանց սիրով պատասխանել։